Այս պատմության մեջ մեղքն ու հատուցումը քայլում են կողք կողքի, և ոչ ոք չի կարող խուսափել իր արարքների դառը հետևանքներից։ Այսօրվա սերիան ցույց կտա, թե ինչպես են փլուզվում արհեստական ամրոցներն ու ինչպես է վախը ծնկի բերում անգամ ամենադաժանների։ Սկսենք Գրիշոյից։ Ընդամենը ժամեր առաջ այս երիտասարդը զենքը ձեռքին իրեն զգում էր աշխարհի տերն ու ամենակարող դահիճը, սակայն այժմ պատկերն արմատապես այլ է։ Նա վերածվել է խուճապահար, ողորմելի մարդու։ Հունանն ու Իննան երկար փնտրելուց հետո գտնում են իրենց որդուն լքված պահեստում։ Գրիշոյի հոգեբանական վիճակն ուղղակի քայքայված է։ Իննայի սիրտը պայթում է վախից, որպես մայր նա սարսափում է այն մտքից, որ պատմությունը դաժանաբար կրկնվում է։ Ինչպես տարիներ առաջ Հունանն անխղճորեն սպանեց Ռաֆին, այնպես էլ հիմա Գրիշոն արյուն թափեց կրակելով Ռաֆոյի որդու վրա։ Սակայն Հունանը մնում է անդրդվելի ու սառնասիրտ հրեշ։ Նա կտրուկ լռեցնում է կնոջն ու որդուն տալիս իր հանցավոր խոստումը։ Նա հայտարարում է, որ իրեն բացարձակապես միևնույն է, թե ինչ գնով կլինի կամ ով կտուժի, բայց ինքը թույլ չի տա, որ իր որդին հայտնվի բանտում և ճաշակի ճաղերի հետևի կյանքը։ Մինչ մարդասպանը թաքնվում է, հիվանդանոցում հայտնվում է սերիալի ամենաաներես ու ցինիկ կերպարը՝ Ավոն։ Նա գալիս է ոչ թե հարազատական ցավից դրդված, այլ զուտ հետաքրքրությունից, պարզելու, թե արդյոք Դավիթը վերջապես մահացել է։ Իրականում Ավոյի հոգում ոչ մի գրամ սեր չկա Դավիթի հանդեպ։ Նրա համար միևնույն է երիտասարդի ճակատագիրը։ Բայց Դավիթ պապիկը, ում սիրտը խոցված է, այլևս չի պատրաստվում հանդուրժել այս կեղծիքը։ Լսելով որդու սառը հարցերը, ծերունին աննկարագրելի ցասումով, բառացիորեն խայտառակ ձևով դուրս է շպրտում Ավոյին հիվանդանոցի միջանցքից։ Պապիկի խոսքերը հնչում են որպես անեծք։ Ինչպես 20 տարի մոռացած առանց մեզ ապրել ես, գնա և հենց այդպես էլ շարունակիր, դու մեզ համար գոյություն չունես։ Դավիթը հպարտորեն ավելացնում է, որ իր թոռը ողջ է։ Այս ողջ քաոսի մեջ կանանց ճակատագրերը ևս տարբեր կերպ են դասավորվում։ Լեան հայտնվել է կատարյալ փակուղում, նա ահավոր հոգեվիճակում է, լիովին շփոթված և չգիտի որն է ելքը, ինչպես վարվել այս արյունոտ հակամարտության մեջ, որտեղ մի կողմում իր ընտանիքն է, մյուս կողմում սիրած տղան։ Սակայն Մանանը, ով մինչ այս աչքի էր ընկնում իր անտրամաբանական քայլերով, այս անգամ հստակ որոշում է կայացրել։ Չնայած իր ներքին ցավին, նա վճռականորեն հայտարարում է, որ իր աչքերն այլևս բացվել են։ Մանանը երդվում է, որ այլևս երբեք չի նայի մարդասպան Գրիշոյի կողմը և ոչ մի պարագայում չի ներելու նրան իր եղբոր արյունը թափելու համար։ Բայց սերիայի գլխավոր շունչը կտրող բախումը դեռ առջևում է։ Վաղ առավոտյան, երբ քաղաքը դեռ նոր է արթնանում, վրեժով լցված Լեոն գնում և քարի պես կանգնում է ուղիղ Հունանի տան դռան դիմաց։ Նա սպասում է։ Քիչ անց Հունանն ու Իննան վերադառնում են իրենց գիշերային թաքստոցից։ Տեսնելով նրանց, Լեոյի աչքերում փայլատակում է մահվան վճռականությունը։ Նա սառը մետաղական ձայնով հարցնում է. «Որտե՞ղ է ձեր թուլա տղեն։ Ես եկել եմ հենց այս տան մեջտեղում նրա վիզը կտրելու»։ Հունանը լսելով այս հանդգնությունը ուզում է դուրս գալ հունից, ցանկանում է հարձակվել ու տեղն ու տեղը խեղդել Լեոյին, բայց մի անտեսանելի ուժ կանգնեցնում է նրան։ Հունանը ստիպված, ատամները կրճտացնելով, զսպում է իրեն։ Քանի որ շատ լավ հասկանում է մի պարզ ճշմարտություն, այս պահին Լեոն է տիրապետում իրավիճակին և նրա մեկ թեթև քայլով, մեկ ցուցմունքով Գրիշոն անմիջապես կհայտնվի ճաղերի հետևում։ Հպարտ հրեշը ստիպված է կուլ տալ իր արժանապատվությունը։ Սիրելի հեռուստադիտողներ, ինչ եք կարծում, ինչպես կավարտվի Հունանի և Լեոյի այս պայթյունավտանգ վիճաբանությունը հենց բակում։ Արդյոք Լեոն կդիմի ծայրահեղ քայլերի, թե կհանձնի Գրիշոյին ոստիկանությանը։ Եվ արդյոք Մանանն այս անգամ գոնե հավատարիմ կմնա իր խոստմանն ու վերջնականապես կջնջի Գրիշոյին իր կյանքից։ Անպայման գրեք ձեր կանխատեսումներն ու կարծիքները մեկնաբանություններում։ Մենք անհամբեր սպասում ենք ձեր արձագանքներին։